Բարև հորիզոնը շարունակում է ծանոթացնել ապրիլ 24-յան իրադարձություններին։ Արդեն 110 տարի 1.5 միլիոն նահատակված հայերի հոգիները աղաղակում են 20-րդ դարի ոճրագործությունը դատապարտելու մարդկային արդարությունը վերականգնելու համար։ Այնինչ կատարվեց 1915 թվին, այդ օրերին կարող էր բնորոշվել որպես զանգվածային կոտորածներ, տեղահանություն եւ բռնություններ։ Տասնամյակներ անց հրեա իրավաբան Ռաֆայել Էմկինը տվեց այդ ողբերգության բուն բնորոշումը ցեղասպանություն։ Միայն 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղ ունեցած կոտորածներին զոհվել է 1.5 միլիոն հայ։ 2015-ին ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ առաքելական եկեղեցին սրբադասեց հայոց ցեղասպանության զոհերին։ Ամեն տարի այսօր հազարավոր հայեր ու նաև այլ ազգերի ներկայացուցիչներ այցելում են Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մինչ քաղաքացիների մեծ երթը վաղ առավոտյան ցեղասպանության հուշահամալիրը այցելել երկրի բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ խոնարհել հուշակոթողի անմար կրակի մոտ։ Ներկայացնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր մենք ոգեկոչում ենք մեծ Եղեռնի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ։ Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև ընտանեկան անձնական ողբերգություն է։ Այս ողբերգությունը վերապրել է վերջին ավելի քան 1 դարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձևակերպված եղել որպես այդպիսին։ Այս օրակարգի շուրջ կառավարության եւ անձամբ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին. զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։ Մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչան։ Պետություն եւ պետական շահեր Հայաստանի Հանրապետություն, միջազգայինորեն ճանաչված տարածքով, հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի։ Ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։ Ահա թե ինչպես պետք է վերապրենք մեծ Եղեռնի ողբերգությունը։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետեւ այսպես ենք վերցանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը։ Այսպես ենք վերցանում ձեզանից յուրաքանչյուրի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ
մի հեռուստատեսությամբ։ Չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձևավորված կառավարող մեծամասնությանը, լսելի է անձամբ ինձ։ Այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության, ապահովելու Հայաստանի Հանրապետության մեր հայրենիք պետության հարատևությունը եւ անցնելով դաժան փորձությունների ու ողբերգությունների միջով մենք վաստակել ենք այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը բաց պիտի չթողնվի։ Ու համոզված եմ, մենք ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների եւ հանուն մեր սերունդների, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ոգեկոչելու հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը։ Անմար կրակի մոտ վեհապար հայրապետ Գարեգին II-ի առաջնորդությամբ կատարվել է Սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երգինս ես Սուրբ եղիցի անուն քո, եկես ցե արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երգինս եւ երկրի, ըսած մեր հանապազոր տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողնք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչեսու կնգալկեցո եւ օրհնյա։ Օրհնություն եւ փառք հոր եւ որդվո եւ օգվույն սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Սփոփ կոտրակելոց մարգարեից վարտապետոց մարտիրոսած հայրապետած ճգնավորած ուսանած միանձանց եւ երկնային սուրբ զորացն ըստ աղաղություն քո տուր մեզ Տեր։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պսակից սրբոց Քրիստոս, որ պսակեսը սուրբս քո եւ առնես ըսկամս երկյուղացած քոց եւ նայիս սիրով եւ քաղցրությամբ հարարածս քո։ Լուր մեզ հերկնից ի սրբութենեքում է, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին եւ աղաչանոք ամենայն սրբոց քոց եւ սրբոց նահատակացն, որ կատարեցան հնդացս հայոց ցեղասպանության վասն հավատո եւ վասն հայրենյաց։ Լուր մեզ Տեր եւ ողորմյա, ներյա, քավյա եւ թողս մեղս մեր, արժանավոր յա գոհությամբ փառավորել, ըստ քեզ ընթոր եւ ընսրբո հոգվույթ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Այսօր հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին հարգանքի տուրք ենք մատուցում եւ ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում երեխաներ, կանայք, տարեց մարդիկ բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը։ Հայոց ցեղասպանության նման ոչրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումներ նաեւ որ հանգեցրեց ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմամբ։ Այդուհանդերձ մեծ եղերնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի մարդկության դեմ ուղղված վերջին ոչրագործությունն, այլև ատելության, ռասայական եւ էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաեւ 21-րդ դարում։ Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրաված լինել այն նախաձեռնություններում, որոնք մի
միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն եւ այդ հանցագործությունները բացառելուն։ 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվել է որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Ի շարունակություն նախորդ տարիների ընդունված բանաձևերի 2024 թվականի ապրիլին եւս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած ցեղասպանության կանխարգելուն բանաձևը։ Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այլևս երբեքը կարգախոսից վերածվի իրականության։ Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը եւ նայում ապագային, ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից եւ բռնությունից զերծ հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր։ 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը, այսօր ապրիլի 24-ին ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին եւ կենթանի պահենք նրանց հիշատակը։ X-ի միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Շարունակենք գործել մարդկության անունից, հանուն ճշմարտության եւ արդարության, գրել է Մակրոնը։ Սուքում ենք հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին ասված Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տարածած հաղորդագրությունում։ Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչների համար հայոց ցեղասպանության տարելիցը ոգեկոչելու Սուրբ նահատակների հիշատակը հարգելու վայրը Ջաջուր գյուղից 3 կիլոմետր հեռու գտնվող Հերերի ձորն է, որը տեղի բնակիչները կոչում են Ջարդի ձոր։ Այստեղ են 1918-ից 21 թվերին հավաքել ու սպանել Ալեքսանդրապոլի, Ղարաքիլիսայի եւ Հարևան գյուղերի հազարավոր բնակիչների։ Թուրքական զորքը դաժանաբար սպանել է նաեւ 1915 թվին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերին։ Նոր կանաչին տվող Խորունգ ձորում խնկաբույրներ տարածվել։ Ամեն տարի հիշատակի ոգեկոչման աղոթքի օրը մարտաշատ է լինում այս ձորը, որը եղբայրական գերեզման է ավելի քան 12,000 զոհերի։ Հերերի ձորում, որը տեղի բնակիչները կոչել են Ջարդի ձոր, 1918-ից 21 թվականներին սպանվել են Ալեկպոլի, Ղարաքիլիսայի եւ Հարևան գյուղերի բնակիչները, 1915 թվին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը։ Այդ դժոխքը տեսածներն արդեն չկան, նրան ջառաղները պատմական իրողությունների փոխանցողներն են։ Ուրեմն այդ ժամանակ ես թուրքի ասկարը հավաքել երեխանց այդ գյուղի, ու սկսել է կնուտով ծեզել, այսինքն մզրագով, կսեր հերես կպատմի, ինքն է մեջն եղել, կսեր հավաքը մեր երեխանց այդպես կնուտով ծեզել, մենք չի երեխեք էր, վրա կուդագվում են։ Ընդից հետո կսեր հրացանի բանը կողմեր մեջ այդ բլուրի մեջ երեխանց ու խառնում էր իրար։ Ու երեխեքը փախնում էին։ Այսպես դաժան է եղել։ Անմոռանալի բան է չի կարելի ուրանալ։ Այսպես տեղից բերելով երեխու մոտ արդեն մենք էլ ենք այդպես սովորել, մենք պատմելով, բանով լսելով ու մեր վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել, ներքին դաստիարակության համար էլ է սա պետք։ Ազգի կշտվելու համար է։ Տեսել մեր փոքրիկ ծիծեռնակաբերդն է Շիրակի մարզի, յուրաքանչյուրի սպարտն է ներկայանալ, ոգեկոչվել է ծաղկի, աղոթքի, խոնարհման, խնկարկման ձևով հիշատակի արժանվույն մատուցել մեր նահատակներին, մեր պապերին, մենք ի վերջո նրանց սերունդն ենք։ Ինքս մուշի սերունդներից եմ ես եւ բոլոր տեղերը լինելով հող ու ջուր վերել լցրել եմ հանգուցյալ հորս մորս վրա, համենայն դեպս ողջ ազգով պիտի կարողանանք ոչ թե վշտի ու դեմ լաց լինենք ու գլուխ խոնարենք ու կորցնենք մեզ, այլ պիտի մակարենք, պայքարենք հանուն ազգի, հանուն մեր ժողովրդի, հանուն վաղվա։ Վաղ առավոտի Ջարդի ձոր էին գալիս մեծով ու փոքրով, իրենց հուշերով ու պատմություններով հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ոգեկոչելու համար Ջաջուրից 3 կիլոմետր հեռու գտնվող ձոր են բարձրանում Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները։ Այս վայրում 1990 թվականին տեղադրվել է քանդակագործ Ռաշիդ Արաքելյանի հեղինակած հուշարձան խաչքարը։ Հեղինակը մեկ այլ մտահղացումել է ունեցել, որն անկատար է մնացել։ Այս մասին պատմում է քանդակագործի կինը Տիկին Լիան։ Կերտեմ խաչքար, սակայն այս անգամ դարերով սպասած հաղթանակի սահոտ։ Արհավիլերը։ Ուչը։ Խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհում, ծաղկեպսակներ դնում երկու մարզերի տարբեր ոլորտների աշխատանքային հանրույթները, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։ Թեկուզ 110 տարի անց սերունդներ փոխվելուց հետո յուրաքանչյուր հայի սրտում է, յուրաքանչյուր հայի հոգում է, որովհետև մեկը չի կարող հայի մտքից անել մեծ ցեղասպանությունը, որովհետև մեկը չի կարող մոռացության տալ։
20-րդ դարի ոճրագործությունը չմոռանալու, չուրանալու մեծ պատասխանատվություն է կրում նոր սերունդը։ Ամեն տարի ջարդի ձոր են գալիս Գյումրիի Տիրամայր Հայաստան կրթահամալիրի սաները, հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նվիրված բաց դասի շարունակությունը, նաև այսօրվա երթներ։ Որն է մեր դաստիարակության հիմնական նպատակը՝ մնալ հայ, լինել ազգասեր, հայրենասեր, կուլ չգնալ օտար բարկերին ու կարողանալ պահել բոլոր այն բարոյական արժեքները, որոնք հատուկ են մեր ժողովրդին։ Գիտեմ, որ այս տարածքը ունի Ջարդի ձոր անունը, որտեղ մեր հայ կանայք իրենց նետել են վար այս լեռից, սարից, որպեսզի չձուլվեն թուրքերի հետ, թուրք տղամարդկանց կին չդառնան։ Պետք չէ մոռացվի, մենք հիշում ենք, իրենք էլ պետք է հիշեն ու միշտ պետք է հիշվի։ Սա մեր պարտականությունն է, որ իրենց սովորեցնենք, իրենց հարկանքի տուր կմատուցեն մեր նահատակ զոհերին։ Պատմությունը սերտելու իմանալու ճանապարհն են ընտրել այս աշակերտները։ Հերհերի ձորը եղբայրական գերեզման ավելի քան 12,000 հայի համար։ Պատմական այդ վկայությունների մասին են խոսում տարբեր ժամանակներում այս տարածքից հայտնաբերված բազմաթիվ մարդկային ոսկորները։ Շանթերուստանկերություն, Հորիզոն։ Փաստագրելով հանցագործությունը, հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները։ Այս խաղագրով ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է ցեղասպանության 110-րդ տարելիցին եւ բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Ասում են աչքերը մարդու հոգու հայլին են։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացված նոր ցուցադրությունը հիմնված է հենց աչքեր հոգի կոնցեպտի վրա։ Ցուցադրության նպատակներից մեկն է վերակենդանացնել հիշողությունը, աչքերի խորքում որոնելով այն մարդկային ոգին, որն անցել է ոճրագործների սրիտակով ու դաժան տառապանքների միջով։ Եթե հնարավոր լիներ ցեղասպանության բոլոր ականատեսներին այս պահին մեր առջև տեսնել, ես համոզված եմ, որ նրանց բոլորի աչքերում մենք կտեսնեինք նույն արտահայտությունը, որովհետև ինչպես գիտեք, մարդու աչքերը նրա հոգու հայլին են, եւ այդ արհավիրքները տեսած մարդը հնարավոր չի աչքերով չմատնի իր հոգու խռովքը։ Եվ մարդու աչքի դիզայնի շուրջ սկսեց կառուցվել ամբողջ կոնցեպտը, որը առաջի հայացքից ձեզ կթվա լաբիրինթ, բայց եթե մի պահ հնարավորություն լիներ վերևից տեսնելու, կտեսնեիք, որ մարդու աչքի ստիլիզացված տեսքն է։ Մենք փորձել ենք անել այնպես, որ մեր դիզայնը չխանգարի ամբողջ նյութի ընկալմանը։ Այստեղ յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր իր պատմում է գրեթե մի ամբողջ կյանքի, մի ամբողջ ցավի ու կորստի պատմություն։ Եվ ինչպես նշեց Սեդա Փարսադանյանը, հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ոճիրների շարքում ամենափաստագրված հանցագործություններից է։ Ցուցադրության մեջ խոսում են ականատես վավերագրողները, պատմում են իրենց տեսած եւ ապրած հարսափների մասին։ Նրանք դիվանագետներ էին, զինվորականներ, ճանապարհորդներ, միսիոներներ, Օսմանյան գերության մեջ հայտնված ռազմագերիներ, ովքեր ամենատարբեր պատճառներով հայոց ցեղասպանության նախօրեին գտնվում էին Օսմանյան կայսրությունում եւ անկախ իրենց կամքից դարձան մի ամբողջ ազգի բնաջնջման վկաները։ Անկախ իրենց կամքից եւ միգուցե ճակատագրի հեգնանքով ոճրագործության կիզակետում հայտնված շուրջ 7 տասնյակ ականատես վավերագրողների հուշագրությունները, տեղեկագրերը, ֆոտովավերագրությունները, ֆիլմերը ներկայացված են ցուցասրահում։ Փորձել ենք ցույց տալ աշխարհի արձագանքը եւ նաեւ այն ուրեմն մեսեջն ենք ուզում հասցնել, որ աշխարհը քաջատեղյակ էր տեղի ունեցող հանցագործությանը եւ փորձել ենք մի քանի ինստալացիաների միջոցով դա ներկայացնել այցելուներին նաեւ խորհուրդ կտամ այցելելիս թանգարան եւ այս ցուցադրություն դիտելիս կարդան ընթերցեն ուղիղ մեջբերումները, որոնք թավատառով են գրված եւ որը ամբողջական պատկերացում է թույլ է տալիս նաեւ ամբողջական պատկերացում ստեղծել կատարված հանցագործության մասին։ Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը անդրադարձավ տարբեր ազգությունների փաստավավերագրողների կարևոր ներդրմանը, ընդգծելով նրանց դերը հայոց ցեղասպանության իրողությունները լուսաբանելու եւ պահպանելու գործում։ Մարդիկ, ովքեր բացառիկ բարոյական տոկունության եւ անսանսան հաստատակամության կրողներ էին, նրանք փաստագրեցին հայ ժողովրդի դեմ ուղղված ծրագրավորված ցեղասպանությունը, տեսնելով եւ արձանագրելով այն։ Երբ խավարն ու լռությունը դարձել էին պետական ծրագրի մաս, նրանք ընտրեցին խոսելը։ Երբ շրջապատում իշխում էր հաշվարկված լռությունը, նրանք ընտրեցին խոսելը։ Ավելի քան 1 դար առաջ
Այս մարդիկ խորապես գիտակցեցին իրենց տեսածի ողջ կանխամտածվածությունը եւ դա վավերացնելու կարեւորությունը։ Նրանց վկայությունները պարզապես արձանագրումներ չէին։ Դրանք հիշողության ոչնչացման դեմ ուղղված բարոյական դիմադրության գործողություններ էին։ Փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագիրը կրող ցուցադրությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանում կգործի 1 տարի շարունակ։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Թուրքիայի հայ համայնքին ուղերձ եղել Ռեջեփ Էրդողանը ասելով կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը, միաժամանակ հավատացած ենք, որ անցյալի հիշողությունները չպետք է գերության մեջ պահեն ներկան ու ապագան, նրանք ովքեր փորձում են վերհանել թշնամանքն ու խաթարել մեր միջև կառուցված ամուր կամուրջներն ու կապերը չեն հասել իրենց նպատակներին, նշել է Թուրքիայի նախագահը, հավելել է Թուրքիայի մշակութային, քաղաքական, տնտեսական, կրթական, սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցող հայերի, ինչպես նաև մյուսների խաղաղությունը, անվտանգությունը, բարեկեցությունը Անկարայի առաջնահերթությունն են։ Ադրբեջանը դարձյալ կրակել է Խոզնավար գյուղի ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն ապրիլի 23-ի ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին պաշտպանության նախարարությունը կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Այս պահին միանանք Երևանյան մեր գործընկերներին ուղիղ միացումով հետևենք Ծիծեռնակաբերդի բարձունքում շարունակվող մեծ երթին։ Բրիտանիայի երկու պալատների ներկայացուցիչները միջոցառում են անցկացրել